Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Կառավարությունը հավանություն է տվել զինծառայության ժամկետը կրճատելու նախագծի։ Հոկտեմբերի 27-ից կորած ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին հրավիրել են Երևան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Բաքուն անհնար է համարել Իլհամ Ալիևի մասնակցությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչև տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ աշխատանքային խմբեր կձևավորի։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Հայաստան ժամանելուն պես կալանավորվել է։ Նա դադարեցնում է ավագանու անդամի լիազորությունները։ Արշակարքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի տարածման առնչությամբ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատեր հանդիսացող Տաշիր Կապիտալ ընկերությունն էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման երկրորդ առաջարկն է ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Վճռաբեկ դատարանը մերժել է քննել Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։ Իշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների աշխատանքի 65 եւ ավելի տարիքային սահմանափակումը։ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինփինը պայմանավորվել են նվազեցնել մաքսատուրքերը։